Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեին։ Փաշինյանը հույս է հայտնել, որ Սինվեի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ։ Դեսպանն ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ գործակցությանը նոր ազդակ հաղորդելու եւ առևտրատնտեսական մշակութային կապերը զարգացնելու համար։ Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում ուղիղ ավիաչվերթերի թվի ավելացումը։ Կրիպտոակտիվների մասին մայր օրենքի նախագծում երկրորդ ընթերցումից առաջ եղել են փոփոխություններ, պատգամավորների առաջարկությունն ընդունելի է եղել հեղինակի համար։ Դրանք ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։ Քննարկում է ծավալվել թվային ծառայությունների մատուցման խնդիրների վերաբերյալ։ Արդյոք կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումից հետո քաղաքացիները ապահովագրված կլինեն զեղծարարություններից։ Կրիպտոյի դեպքում դա շատ ավելի կարևոր է, քան օրինակ մնացած դեպքերում, որովհետև ստեղ ճյուղը շատ ավելի բարդ է, ստեղ սպառողները շատ ավելի քիչ են հասկանում եւ շատ դեպքեր կան եւ աշխարհում, որ հենց զեղծարարությունների կտրում, քանի որ շատ դեպքերում ոչ բոլոր, բայց սպառողները փաստացի շատ մեծ եկամուտներ եւ արագ եկամուտներ ստանալու ակնկալիքով ուզում են գնալ եւ արագ ինչ-որ մի բանի մեջ մտնելու, այսպես ասած շատ ուշադրություն չդարձնելով այդ անվտանգային խնդիրներին։ Կրիպտոծառայություն մատուցողների հետ բուռն քննարկումներ են եղել, հայտնել է Նուրբեկյանը, ըստ որի կարևորը հավասարակշռությունը պահպանելն է։ Խիստ պահանջներ դնելու դեպքում դժվարություններ կլինեն, մեղմ պահանջների դեպքում ռիսկերը կմեծանան, նույն կերպ ինչպես բանկերի պարագայում է։ Բոլոր մարդկանց, ովքեր դարձել են զեղծարարության զոհ, իրենց հարցը լուծվել է, այսինքն կարճաժամկետ հատվածում 2 բանկ 3 տարով, մի բանկ 5 տարով սառեցրել են բոլոր հնարավոր տոկոսագրոմանների հավաքագրում եւ այլն, այսինքն ոչ մեկին չի անհանգստացնում, մինչեւ իրավապահները փաստացի կպարզեն, թե ինչ է եղել։ Գլխավոր դրամատունը ստացել է 3 բանկի վերաբերյալ 50 դիմում, բայց որոշումները տարածվում են բոլորի վրա, իսկ թե ով է համարվելու տուժող քննարկման հարց է։ Առաջարկ է հնչել ոչ թե վարկը ձևակերպելուց հետո, այլ առաջ ճշտել հաճախորդից։ Հավելյալ բարդությունները եւս կարող են խնդրահարույց լինել, ընդգծել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։ Նրա հաջորդ զեկույցը գլխավոր դրամատան տարեկան հաշվետվություններ, որը ներառում էր նաև 2025 թվականի առաջին եռամսյակը։ 24 թվականի Հայաստանի տնտեսական աճը բարձր է եղել պայմանավորված գերազանցապես ծառայությունների, շինարարության եւ առևտրի ոլորտներում արձանագրված բարձր աճով։ Երկրորդ հիսամյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում եւ մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակի։ Տնտեսական աճ եւ տնտեսական ակտիվությունը վերադառնում են նորմալ պոտենցիալ մակարդակին։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մեր պոտենցիալը գնահատում է 5%-ի շուրջ, դեռ իհարկե անորոշությունը մեծ է եւ 22 թվականից հետո մենք այս 5%-ը իրականում 4.5-ից վերանայել ենք դեպի 5%, այսինքն դեպի վերև ենք վերանայել պոտենցիալը, բայց ամբողջ աճը չենք վերագրել երկարաժամկետ պոտենցիալին, որովհետև ուզում ենք համոզված լինել, որ այդ ռիսկերը ճիշտ են կառավարվել։ Այս պահին տնտեսական ակտիվության տեսանկյունից շատ գնաճային կամ գնանկումային ազդեցություններ չկան, հայտնել է Նուրբեկյանը։ Վերջին տարիներին գրեթե կրկնապատկվել է մեկ շնչին ընկնող եկամուտը, արձանագրվել աշխատավարձի աճ, որը Կենտրոնական բանկի գնահատմամբ մոտ է պոտենցիալ աճին։ 2025 թվականից գնաճի նպատակային ցուցանիշը 4%-ից նվազեցվել է 3-ի, քանի որ գնաճի թիրախի այս մակարդակը ըստ զեկուցողի ավելի համահունչ է գների երկարաժամկետ կայունությանը։ Էական գնաճային ալիքներ Հայաստանում չեն սպասվում, այս պահին այն թիրախից փոքրինչ բարձր է 3.2%։ Ըստ Նուրբեկյանի պետք է ուշադիր լինել ռիսկերը ճիշտ կառավարելու համար։ Եղեգիսի գյուղերում միանգամից 150 փեթակ է ավելանալու, բնակիչներին այն նվեր է վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։ 5-ական փեթակ իր մեղուներով ու աշխատանքային բոլոր պարագաներով ծխեցնող փուքսից մինչև մեղվապահի արտահակուստ օրերս է փոխանցվել հատուկ դասընթաց անցած 30 ընտանիքի։ Մենք ունեցանք դասընթացներ փորձառու եւ անփորձ կամ սկսնակ մեղվաբույսների հետ, որի 30 շահառուները ստեղ են։ Շուրջ 500,000 դրամին համարժեք գույք ենք տրամադրելու այսօր։ Բնապահպանական կառույցի ղեկավարը տեղեկացրել է, սոված արջի գյուղ իջնելուց եւ փեթակները վնասելուց խուսափելու համար լավ է անտառի տարբեր հատվածներում խնձոր գազար լցնել։ Արջի կերի հարցն առաջիկայում կփորձեն շատ ավելի հիմնավոր լուծել։ Ունենք միջոցառումներ, որոնց շարքում է նաեւ ուրեմն վայրի պտղատու անտառների հիմնումը եւ իրականում կոնֆլիկտի մեծ հատվածը դա բավականաչափ սնունդ չունենալն է վայրի բնության մեջ արջերի համար։
Անտառային ծառատունքին կներգրավեն տեղի բնակչությանը, որ գումար վաստակեն սոցիալական հոգսը թեթևանա։ Ֆինանսավորումը բրիտանական Darwin նախաձեռնությունից է 3 տարվա կտրվածքով $1 միլիոն։ Մինչև սա հիմնադրամը Արենի, Եղեգնաձոր, Վայք ու Եղեգիս համայնքներում կենսաբազմազանության պահպանության նպատակով տրամադրել է էլեկտրական հովիվներ, գիշերային լուսավորություն անցկացրել։ 2,400,000-ից ավելի տնկիկ այս պահին Armenia Tree Project հիմնադրամի Մարգահովիտի Միրաք ընտանիքի անվան տնկարանում։ Այստեղ աշխատում են տարվա բոլոր եղանակներին, հավաքում են սերմերը, որոշում դրանց որակական հատկանիշները, ապա վաղ գարնանը կամ ուշաշնանը ցանք իրականացնում, ծլարկումից հետո 2 տարի խնամում են բույսերը, մինչև դրանք նոր հասցեք ունենան։ ATP բարեգործական հիմնադրամը 30 տարեկան է, այդ ընթացքում հիմնադրամի ջանքերով շուրջ 9 միլիոն ծառ է տնկվել Հայաստանի ամբողջ տարածքում, ավելի քան 1600 հեկտար անտառային, 1800 հեկտար համայնքապատկան տեղամասերում։ Մենք ծառատունք ենք իրականացրել դպրոցների, եկեղեցիների բակերում, այգիներում, համայնքային տարբեր տարածքներում, մարդկանց տրամադրել ենք պտղատու ծառեր։ Գործակցում ենք համայնքների հետ անտառների կառավարման ծրագրի մշակման հարցում, տեղացիներին եւ հատկապես դպրոցականներին անտառի օգուտների մասին իրազեկելու։ Այսպիսով մենք նաեւ նախադեպ ենք ստեղծում, թե ինչպես պետք է աշխատել համայնքի հետ։ Այս տարի նախատեսում ենք տնկել 1 միլիոն ծառ։ Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները պատրաստվում են նավթահումքի գների երկարատև անկման եւ ձգտում են ներդրողներին հանգստացնել, նրանց վստահեցնելով, թե պատրաստ են վատագույնին։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին հաղորդել է Financial Times-ը։ Հրատարակության տվյալներով մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարներն օգտագործել են եկամուտների մասին եռամսյակային հաշվետվությունները, որպեսզի ներդրողներին վստահեցնեն, թե նրանց հաշվեկշիռները կայուն են եւ նրանք չեն շտապի ավելորդ ծախսերի եւ բաժնետերերի եկամուտների կրճատման հարցում։ Chevron-ը, որն ավելի վաղ հայտարարել էր աշխատակիցների զգալի կրճատման պլանների մասին, ներդրողներին հավաստիացրել էր, որ նավթի 1 բարելի դիմաց $60 գնի դեպքում ազատ դրամական միջոցների հոսքը կհասցնի $9 միլիարդ։ Shell-ն իր հերթին հայտարարել է, որ կկարողանա դիվիդենտներ վճարել նույնիսկ եթե վառելիքի գինն իջնի մինչև $40, հավելելով, որ դեռևս չի փոխել իր ծախսերի պլանները։ Ավելի վաղ նշված նախագծերի իրականացումը շարունակվում է, նշել է Shell-ի ֆինանսական տնօրեն Շինեդ Գորմանը։ Total Energy-ի ղեկավար Պատրիկ Բույանեն ընդգծել է, որ ֆրանսիական ընկերության արձագանքը հիմա նույնն է, ինչ COVID-19-ի ժամանակ, ոչ մի խուճապ։ Նա հիշեցրել է, որ ընկերությունը հրաժարվել է դիվիդենտներ կրճատել նույնիսկ համավարակի ամենասուր շրջանում։ Ապրիլին նավթի գները նվազել են 1 բարելի դիմաց $60 եւ ըստ կանխատեսումների, մինչև տարեվերջ միջին հաշվով կկազմեն շուրջ $65, քանի որ OPEC+-ը, որի մեջ են մտնում Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը, շարունակում է մեծացնել մատակարարումները, նշվում է հրապարակման մեջ։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.4%-ով, կազմելով բարելի դիմաց $65.28։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $61.82։ Ոսկու միջազգային գինն աճել է 1.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3222, բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 3.9%-ով եւ կազմել 1 հատի համար $102,320։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 19-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 386 դրամ 20 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 435 դրամ 48 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 80 լումա։